Կյանքի ուղիներով հաղորդմանը հյուրընկալվել էր Անի Քոչարը, Star News-ը հետևեց զրույցին։ Այժմ լուրեր են տարածվել, որ նա կրկին ամուսնալուծվել է։ Անին այս մասին հաղորդման շրջանակներում անկեղծ խոսեց։ Մի բան կարող եմ ասել, սերը գալիս է չքարտեզագրված ճանապարհներով։ Ինչպես իմ սիրելի Սևակն է ասել։ Ես հերքում եմ այդ լուրերը, ամուսնալուծված չեմ։ Այո, մարդիկ ճիշտ են նկատել, այժմ ամուսինս իմ կյանքում չկա։ Ինչու չկա, որովհետև հայրենիքից է բացակայում։ Գարնանը 1 տարին կլրանա, որ Հայաստանում չէ։ Այնպես ստացվեց, որ շատ փորձությունների մեջ ընկավ և շատ արագ պետք է երկրից դուրս գար։ Փորձեր ինչ-որ բան անել, բայց էլ ավելի մեծ փորձությունների մեջ ընկավ։ Սա արդեն միայն իմ կյանքի մասին չէ, նաև իր կյանքի մասին է։ Ես իրավունք չունեմ բարձրաձայնելու և փակագծեր բացելու։ Նրա այս պահին հայրենիք վերադառնալը չի ստացվում, բայց մենք ընտանիք ենք, 24 ժամ կապի մեջ ենք։ Ամուսնալուծված չենք, պարզապես նա այժմ ֆիզիկապես մեր հետ չէ, որը և նա է շատ ծանր տանում և ես։ Միայն Աստծուն ապավինած ապրում եմ, որ ամեն բան լավ է լինելու։ Մանկության շրջանում նրա երազանքը քննիչ հոգեբան դառնալու մասին էր, բայց արդեն պատանեկան տարիներին հստակ էր որոշումը՝ լրագրող պիտի դառնա։ Օրինակ, բոլորը շարադրություն էին գրել դպրոցի մասին վերամբարձ, պաթետիկ բառապաշարով։ Ես գրել էի դպրոցի անբարեկարգ սանհանգույցների մասին քննադատական, հրապարակախոսական, վերլուծական, շատ խիստ հոդված։ Կյանքի առաջին լուրջ փորձությանը բախվեց 10-րդ դասարանում, երբ բժիշկներն ախտորոշեցին նրա մոտ թոքախտ։ Պատահաբար լսեցի ավագ քրոջս և մայրիկիս խոսակցությունը, որ երկուսը միաբերան մեկը մյուսին լրացնելով ասում էին. «Բացառված է, ինչ սրբիչ առանձնացնել, ինչ սպասք առանձնացնել, ոչ մի բան էլ չի լինի, թող երեխեն իրեն մեկուսացած չզգա»։ Սա այնքան է խոսում, թե ինչպիսի ընտանիքում եմ մեծացել։ Մահվան դեմ իսկական պայքար սկսվեց 2018 թվականին, Գերմանիայում նրա մոտ արյան քաղցկեղ հայտնաբերվեց։ Բայց այդ պայքարը ավարտվեց հաղթանակով, ինձ միևնույն էր ամեն բան, բացի որդուցս։ Միշտ ասում եմ, որ պայքարեցի որդուս համար ու ապրեցի որդուս համար։ Չնայած բժիշկների հակառակ հորդորներին, նա երկրորդ անգամ մայրացավ ու սրտի խնդիր առաջացավ։ Բոլորովին մեն-մենակ Հայաստանում, բայց կրկին զինվորի նման կռիվ եմ տալիս։ Ամեն օր արթնանում եմ և գիտեմ, որ գիշերվա արցունքները պետք է սրբվեն, և նոր օրը երեխաների համար սկսեմ ժպիտով։ Իր պայքարից ու հաղթանակներից հետո նրա կյանքի գլխավոր առաքելությունը մեկն է՝ ի լուր բոլորի հայտարարել՝ հանձնվել չկա, կա կյանք երկրորդ փորձից։ Նշենք, որ վերջին շրջանում Անի Քոչարը եղել էր նաև «Հայացք» հաղորդման հյուրը, որտեղ Անի Քոչարը զրույցը սկսեց իր գործունեության առաջին փուլից։ Երբեմն ինձ թվում է, որ այդ էջին շատ հազվադեպ ենք անդրադառնում և ինչ-որ կերպ մոռացության է տրվում։ Հատկապես մեր օրերում նոր սերունդ է եկել, ովքեր որ հաճախ չգիտեն Անի Քոչարը ի սկզբանե ինչից է սկսել և ինչով է զբաղվել։ Երկու ոլորտներում էլ մարտահրավերները շատ են եղել, ավելին ասեմ, կայթակղություններն էլ են շատ, որովհետև երբ վաղ տարիքում ես մտնում և լիովին կայացած չես, հոգևոր կյանքդ այնքան մաքուր չի, կայթակղությունները քեզ ավելի շուտ են հասնում, քան օրինակ, եթե ես հիմա լինեի։ Ես երբ հետ եմ նայում, իսկապես ապշում եմ։ Դա ոչ թե հպարտանալու իմաստով, բացասական առումով, այլ ասում եմ՝ Անի, կեցես դու, որ զգայական մակարդակում դեռ ոչ լիովին գիտակցաբար, բայց զգացել ես ինչն է կարելի, ինչը ոչ, կամ ինչ է քեզ պետք, իսկ ինչ ոչ։ 2000 թվականից ես տպագրվել եմ և նույն թվականից էլ հանդես եմ եկել որպես մոդել։ Շատ երիտասարդ էի, տակավին երիտասարդ, դպրոցահասակ երեխա։ Գնում ես մի տեղ, որտեղ շատ են ծուղակները, վտանգները։ Միշտ ինքս ինձ հարց էի տալիս՝ այ եթե ծնողներս կողքիս լինեին, ինչպես կվերաբերվեին դրան։ Եթե ինձ ինչ-որ բան է առաջարկվել, թեկուզ ծխել, ես եթե դա անեմ, ինչպես կնայեն դրան իմ ծնողները, որովհետև ասում եմ՝ դպրոցահասակ երեխա ես ընդամենը։ 13-14 տարեկան և ամեն բան չէ, որ ինքդ կարողանում ես խորությամբ գիտակցել։ Ես հասկացել եմ մի բան՝ կյանքը միշտ ընտրության մասին է, երբ ընտրության առջև ես, ընտրել քեզ զոհի կարգավիճակում, թե մարդու, ում փորձություն է տրվել և ինքն է այլևս ընտրություն կատարողը, չարանալ, սիրտը փակել, անիծել բոլորին ու ամեն բան, թե ճիշտ հակառակը՝ այդ փորձությունը դարձնել կենսափորձ և այդ կենսափորձը
Բաժնեկցել այլ մարդկանց հետ, որ այդ մարդիկ, ովքեր միգուցե իրենք էլ են քո նույն դժվարին ճանապարհով անցնում, տեսնեն, որ Աստված իմ, կարելի է նաև այսքան փորձություններից հետո ժպտալ, չփակել սիրտը։ Այդ հոգևոր էներգետիկան այնքան կարևոր է, երբ դու բաց ես թողնում, դեպի քեզ գալիս է դրականը։ Հիմա կարող է շատերն ասեն՝ մի մարդ, ում կյանքում այդքան բացասական իրադարձություններ են լինում, ինչպես է այսպես ասում։ Բայց այդ ամենի կողքին այնքան մեծ օրհնություններ կան։ Հաջորդ թեման՝ քաղցկեղը եւ հավատը։ Ինչ դեր ուներ հավատը։ Ես ինձ որքան հիշում եմ, գիտակից կյանքում այդքան ժամանակ էլ ունի իմ հավատի պատմությունը։ Անկեղծ կլինեմ, անսահման բարի ծնողներ ունեմ, բայց որ ասեմ իմ ծնողները շատ հոգևոր են եղել կամ կրոնական թեման մեր տանն ակտիվ թեմա է եղել, կամ մենք ամեն կիրակի եկեղեցի ենք գնացել, սուտ կլինի, թեև աստվածապաշտ մարդիկ են։ Ինձ համար Աստված կենդանի Աստված է, եւ ես իր հետ միշտ երկխոսության մեջ եմ, մինչ օրս։ Երբեմն ինձ ասում են՝ Անի, չես վախենում, որ ասեն Անի Քոչարն աղանդավոր է։ Ասում եմ՝ ոչ, որովհետև մեր քաղաքն այնքան փոքր է։ Եվ լուրերն այնքան շուտ են տարածվում։ 2013 թվականից իմ կյանքում մի սև գիծ սկսվեց, որը շարունակվում է մինչև 2018 թվականը։ Եվ որն արդեն չափից դուրս շատ էր ինձ համար։ Ես Աստծու հետ կռիվ ունեի, վեճ ունեի, անընդհատ վիճում էի։ Ասում էի՝ լավ, Աստված իմ, էլ ինչ պիտի կատարվի իմ կյանքում, որ այս ամեն ինչը իմ կյանքում գոնե մի օր ավարտ ունենա։ Մեկ մարդու հաշվով չափից շատ է այսքան փորձությունը։ Ինչու էլի, ինչի համար։ Երբ հայտնվեցի հիվանդանոցում եւ հասկացա, թե էլ ինչ կարող է կատարվել մարդու հետ, կարող է պատահել, որ մի օր այլևս չի լինի այդ մեկ օրը։ Դրանից հետո չկա մի բան վերանայելու, շտկելու, վերաիմաստավորելու եւ սեփական սխալներն ու մեղքերը տեսնելու։ Ես այժմ հուզվեցի ոչ այն պատճառով, որ այդ դաժան ծանր օրերի մասին խոսելիս հուզվում եմ, այլ այն պատճառով, որ ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ այդ կռիվն ունեցել եմ Տիրոջ հետ, թեև ես ապաշխարել եմ եւ գուցե ինքս իմ մեջ հիմա չեմ ներել, բայց ինքն ինձ ներել է։ Բժիշկներն ինձ թուղթ էին տվել ստորագրելու, որ իմ պարագայում պետք է անեին ագրեսիվ բուժում, որովհետև փրկությունն անորոշ ու մշշոտ էր, կար մեկ ելք, կամ թողնում ենք զարգանան դեպքերը այնպես, ինչպես պետք է զարգանան, եւ դա ընդամենը շաբաթների պատմություն կլիներ, կամ իմ համաձայնությամբ անում են ագրեսիվ բուժում։ Ես իմ գերմանացի բժիշկներին մեկ բան եմ ասել՝ արեք ցանկացած բան, միայն թե ես իմ ոտքով գնամ եւ հասնեմ որդուս։ Իմ բժիշկները վստահ էին, որ ես շատ շուտ նորից հետ եմ գնալու, որովհետև միսիան կարճ էր տևելու եւ ռեցիդիվ է լինելու նորից։ Ես վերջին քիմիոթերապիայից հետո ասեցի իմ բժիշկին, որ ես այստեղ չեմ վերադառնալու որպես բուժառու, այդպես էլ եղավ։ Խոսք եղավ մի կարծիքի մասին, որ Անի Քոչարն իր հիվանդությունները դարձրել է PR-ի գործիք, նա այդ մասին ասաց. Շատ ցավալի է, որ ինչ-որ մեկը կարող է մտածել, թե որևէ բանական էակ կուրախանա, երբ իր կյանքում այդպիսի ծանր փորձություններ լինեն եւ կօգտագործի որպես PR։ Խոսեց նաեւ երեխաներից։ Ցանկացած երեխա Տիրոջ պարգև է, բայց կան հանգամանքներ, որ ստիպում են ապշել, թե ինչպես կարելի էր այս իրավիճակում երեխա ծնվեր։ Իմ երկու բալիկները Տիրոջ քայլող վկայություններն են, երբ բոլոր բժիշկներն ինձ ասում էին, զգուշացրել էին նաև Գերմանիայում, որ չեմ կարողանա երբեք մայրանալ, բայց Աստված կրկին անգամ ցույց տվեց, որ որտեղ մահկանացուներն անզոր են, ինքը գործում է։ Եղել է արդյոք կողքից ճնշում չպայքարելու կամ մարդիկ, ովքեր թևաթափ են արել, Անի Քոչարը պատմում է։ Ես առաջամարտիկ եմ, ինձ ուղիղ չեն համարձակվել ասել, որ անիմաստ է պայքարել։ Բայց մարդկանց հայացքներն ու աչքերը, էներգետիկան ինձ շատ բան են ասել։ Այս վերջին ամիսներին այնպիսի փորձությունների միջով անցա, որոնց մասին դեռ լռում եմ։ Եվ չեմ բարձրաձայնում, անգամ չգիտեմ, որ փորձությունն է եղել ավելի ծանր՝ 2018 թվականինը, թե այս վերջին մեկ տարվա փորձությունները։ Մեկն է համարձակվել բարձրաձայնել այդ չհաջողելու մասին, այն էլ ոչ ուղիղ, այլ որ ես պետք է նախապատրաստվեմ վատթարագույն սցենարին եւ հիմիկվանից այսպես ասած գլխիս ճարը տեսնեմ։ Հատկապես բալիկիս հետ կապված հարցերը կարգավորեմ, կիսատ գործերս իմի բերեմ եւ այլն։ Ես ասել եմ որևէ բան չեմ անելու, որովհետեւ ապաքինված եմ դուրս գալու հիվանդանոցից եւ որդուս կողքին եմ լինելու։ Հաղորդման վերջին հարցն այսպիսինն էր. ինչ կասեր Անի Քոչարը, եթե հանդիպեր 10-ամյա Անիին։ Երբեք չհանձնվես, որովհետև կյանքը հենց փորձությունների մասին է։
Այնտեղ, որտեղ մենք կոտրվում ենք, հանձնվում ենք, որտեղ մեր զենքերը վայր ենք դնում, հենց այդտեղ էլ վերջանում է ամեն բան։ Քանի դեռ դու շարունակում ես առաջ գնալ, ուրեմն դեռ ամեն բան վերջացած չէ, դեռ պարտված չես։